Մայիսի 8-ի երեկոյան Սիքստինյան մատուռի ծխնելուզի սպիտակ ծուխն ավետեց Հռոմի 267-րդ քահանայապետի ընտրությունը։ Պապընտիր կոնկլավը Հռոմի պապ ընտրեց կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստին։ Այդ օրը նորընտիր քահանայապետը պատշգամբից ողջունեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապին։ Վեհապար հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասի հավատացյալների եւ ամենայն հայոց հայրապետիս անունից հղում ենք մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները ձեզ աշխարհի 4 ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու արդիվ։ Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ եւ շնորհ պարգևի ձերդ սրբությանը, ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդելու կաթոլիկ եկեղեցին եւ խաղաղության, արդարության ու հոգեվոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթում վկայելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Գոհություն եւ փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու քույր եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական սիրո, ամոր կապի ու հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների եւ ընդհանուր վկայությունների շնորհիվ։ Նորին սրբությունը մաղթել է սրբազան քահանայապետին քաջառողջ երկար տարիներ եւ հոգեվոր անսպառ զորություն առաջնորդելու Աստծո կողմից իրեն վստահված հավատավոր հոտին։